is going to help. My mom is going to help. I know she'll understand me. Միևնույն ժամանակ, միևնույն վայրում երկու կին տարբեր կյանք են ապրում։ Ազատությունն ամեն ինչից վերդասող կինն ու նա, ում երջանկության մոդելն ընտանիքն է։ Բայց միշտ չէ, որ նա ստանում է այն, ինչ պատկերացնում է։ Եվ կինը դառնում է մարած օջախ, ում զրուցակիցներից ամենամեծը 3 տարեկան երեխան է։ Եվ կինն իրավունք չունի այդ մասին խոսելու։ Կինը պետք է սիրի ու երջանիկ լինի։ Նա անմարդկային ցավերի միջով լույս աշխարհ է բերել մարդկանց, ովքեր պիտի իրեն, իր մարմինը, իր նյարդերը, իր ժամանակը, իր կյանքը ուտեն, իսկ նա գոնե մի փոքր հոգնելու իրավունք չունի։ Ես հիմա շատ հուզված եմ, բայց որպես 3 աղջիկների մամա, ընդհանրապես կարծում եմ, որ աղջիկներ ունենալը շատ կարևոր է։ Ու ընդհանրապես այն կարծիքին եմ, որ երեխեքը իմաստավորում են մեր կյանքը, երջանկացնում մեզ ու սիրուն գույներով լցնում։ Ու քանի չեմ հուզվել, եկենք իմանանք, թե ով է ճանապարհին։ Պատրաստ եք։ Չէիք պաշտպանվել։ Չգիտեմ, երևի չէ։ Սերինե մի հատ հանգստացի ու հավաքի քեզ։ Լավ Վիկա, ճանապարհին նայ, կգնանք տուն կխոսենք։ Հիմա ոնց է սիրտդ խառնում է։ Հիմա չէ։ Լանա, իմաց ոնց է այդ հնարավոր։ Մի հատ ինքդ մտածի։ Լավ ասացի, կգնանք տուն կխոսենք, հիմա մեզ բոլորիս ուղղակի հանգստանալ է պետք։ Դու ես տղետ։ Սերին է։ Տարօրինակ է, որ չի պատասխանում։ Չէր ասել, որ հանդիպման է։ Հա, բայց զանգն ինչ է խանգարում։ Կարաս հարգես մարդու անձնական տարածքը։ Իր համար ոչ աշխատանքային ժամը։ Հա, ուղղակի ուզում եի ասել, որ որոշել եմ հարսի ծաղկեփնջի գույնը։ Վաղը կասես։ Այդքան շտապ չի, չէ։ Հա, դե քո համար մեր հարսանիքի հետ կապված ոչ մի բանը շտապ չի, չէ։ Կարաս մի քիչ հետաքրքրություն ցույց տաս։ Արդեն ամաչում եմ Սերինեի մոտ։ Սերինեն կապ չունի։ Ուղղակի դու վստահ չես։ Կներես նկատի չունեի, որ Վայ, շուտով մեր հարսանիքն է։ կլսես ինձ։ Մտածում ես այս ամեն ինչը այդքան անլուրջ է իմ համար։ Չէ, իհարկե։ Արդեն անտանելի է դառնում։ Լավ կնստես խոսանք, սենց մի գնա։ Հասկանում ես, տեստը չի կարա ոչ մի բան ցույց տա, շատ քիչ ժամանակ անցել։ Հայտ տեստը, բայ ինքնազգացողության վատանալը։ Կարող է մի բան այն չես կերել։ Դե լավ էլի Վիկա։ Երեխեք։ Սերինե արդեն ազդում ես վրաս լուրջ եմ ասում։ Տեստը կարա սխալ ցույց տա, հասկանում ես, տենց լինում է։ Վիկա դու տանը չունես ուրիշ։ Մի իհարկե չէ։ Ես կգնամ կառնեմ։ Ստեղ մոտիկ տեղ դեղատուն կա։ Հա, կողքի շենքի տակը։ Ինչ եմ անելու Վիկա։ Նախ պետք է անվտանգ սեքսի կանոնները սովորես, հետո դե ինչ հետո։ Եթե պարզվի հղի ես մի բան կանենք։ Ինչ։ Գիրես։ Ես քեզ կյանքում նման բան չեմ առաջարկի։ Դու կունենաս այս փոճրին, մենք միասին կպահենք։ Ճիշտ է, սկզբում դժվար կլինի, բայց հետո կսովորենք։ Քեզ մենակ չենք թողնի Սերին։ Ինչ ահավոր է Վիկա։ Հակին։ Լան, դուք ոնց որ շուտ գնացիք, կարող են ինչ-որ բան եղել։ Չէ, ուղղակի մի քիչ Սերինեն իրան լավ չէր զգում, թունավորվել էր։ Բայց լուրջ բան չկա, մի անհանգստացի։ Հա, հասկացա։ Դե լավ է։
Իմացար 4-րդ աղջիկա էլի։ Շատ ուրախ եմ ձեր համար։ Ապրես, բայց այդ դու դեռ չեմ ասել։ Ամենածիծաղելին է նա, որ ուզում էի սիրուն ռիլ նկարեմ, որ իմացա հղի եմ, հետո սիրուն էտապներ ու այսօրվա փարթիից կադրեր։ Շատ լավ միտք է, անպայման արեք իմ։ Հա, բայց թեստը չեմ կարողանում գտնել։ Ինչ։ Ասում եմ թեստը, որով իմացա, որ հղի եմ, թողել էի զուգարանում, չեմ կարողանում գտնել։ Մտածում էի հետո նորից կնկարեմ, կխաղարկեմ, բայց սկուղցրել եմ։ Երևի գնամ մի հատ նորից թեստ առնեմ ու նկարեմ։ Հա, անպայման արա, հո բացասական ցույց չի տալու, չէ՞ կին։ Լավ, հիմա պետքա գնամ, ուղղակի հետո կխոսենք։ Ես անպայման քո ռիլը կլայքեմ։ Լավ։ Սերինե, ես քեզ սպանելու եմ։ Լիա կրկնի։ Վստահ ես։ Բոլոր հաճախորդներին ես հարցնում։ Մենակ նրանց ում խմելու դիապազոնը գիտեմ։ Իմը չգիտես, նենց որ տուր։ Ոնց ուզես։ Ես առանց պապա եմ մեծացել։ Հա, ես գիտեմ այդ ինչքան բարդ է։ Ու իմ ուզածը մենակ էնա, որ իմ երեխան իր հորը ճանաչի, այդքան բան։ Հա, հասկանում եմ։ Ոնց առանց պապա։ Սերինե, քո պապան դեռ կա։ Նկատի ունեմ, որ տարվա մեծ մասը երկրում չի եղել։ Աշխատում էր։ Ես գիտեմ, որ շատ բարդ է միայնակ մայր լինելը, բայց մեկը, ինչքան էլ է դժվար լինի, ճիշտ է, կարիերաս կտուժի, բայց կարևորը երեխան է։ Ես այդ երեխուն ունենալու եմ։ Չես ունենալու։ Չես ունենալու, որովհետև դու հղի չես։ Այդ նոր թեստեր են դեղատնից միանգամից պատասխանները ցույց են տալիս։ Վիկա, այս հիմարը Կիմայի դրական պատասխանով տեսն է նորից օգտագործել։ Հա? Ուշադրությունդ որտեղ էր, Սերինե։ Հա, բայց այդ հնարավոր չի, բա սրտխառնոցս։ Էդ էլ երևի ինչ-որ սխալ բան ես կերել կամ էլ չգիտեմ, ներշնչանքից է։ Ես ներշնչող չեմ։ Հա, ճիշտ է։ Հաշվի առնելով եմ, որ դու արդեն անհեր երեխա ես մեծացնում կամ էլ, չգիտեմ, կարիերայից ես հրաժարվել, իսկ դու արդեն որոշել ես, չէ՞, ինչ մանկապարտեզ ես տանելու։ Բայց Երեխեք։ Ինչ։ Անես 5 հատ կա։ 5 հատն էլ օգտագործե, որ գլուխդ մտնի, որ դու հղի չես։ Ես սենց երկար չեմ ձգի, ես վատ եմ։ Լիանա։ Արվեստանոցի։ Հա, Լիա։ Ով։ Չգիտեմ ինչքան է որոշել մնա, բայց արդեն 6 շիշ գարեջուր է խմել։ Ստեփանը չի կարել այդքան խմի, ինքը 2 բայրակից հարբում է։ Ես դա գիտեմ, Լանա, ասեմ ավելին, ես արդեն գիտեմ, թե ինչ օրն է ընկնում 6 շշից հետո։ Գիտես ինչ։ Ինչ ուզում է թողանից մեկը։ Այսինքն թողնեմ բարձրանա ստրիպտիզ բարի վրա։ Ինչ անի։ Դե ցանկությունների առաջին տեղում հիմա դա է։ Գալիս է, սարի տեր կանգնի, էլ մենակ դու կարողանաս։ Ինչ-որ տղու հետ է, ոնց որ ընկեր է։ Չես կարան հենց անես, որ տուն գնա, չգիտեմ, խմելու բան մի տուր։ Լանա, սա բառ է, ու եթե մարդը մեռած չի, պետք է խմի։ Ուղղակի զանգել եմ, որովհետև աղմուկ կա անում, արի տար։ Լավ, աչքդ վրան պայի, հիմա կգա։ Ստեղ մենակ իմ աչքը չի իրա վրա։ Այսինքն։ Ուղղակի արի, հա Լանա։ Ստեփանը արվեստանոցում։ Հարբած։ Վրեժ լուծում ինձնից։ Որոշելա մեր խնդիրները այդ տարբերակով լուծի։ Գնալու ես։ Հա։ Լանա, այդ ամենից հետո որ քեզ ասելա գնալու ես հետևից։ Չեմ կարա թողնեմ, որ մեր խնդիրները արվեստանոցում լուծվեն։ Պետքա գնամ։ Մեզից մեկը պետքա հասուն լինի, թե չէ։
Մեքենաս էստեղ եմ թողել գնամ, հուսով եմ հետո միասին տուն կհասնենք։ Նախապես եմ ասում, եթե 5 թեստներ դրական են ցույց տվել, չի նշանակում, որ 5 երեխա ես ունենալու։ Հալավ ինձ լրիվ դեբիլի տեղ եք դրել։ Այսօր մեր կասկածները լրիվ անհետացան։ Կներեք։ Ուղղակի ինքնատիրապետումս կորցրել էի։ Ինքնազգացողությունս վատացավ, այդ թեստը տեսա։ Հա, լավ, այդ ամեն ինչը այսօր արդեն լսել ենք։ Հերիքա, մանրամասները պետք չեն։ Այս գնում ես։ Հա։ Գնամ Ստյոպին Ստեփան դարձնեմ։ Կզանգես։ Կներեք։ Այսօր ձեզ շատ տանջեցի, չէ։ Հերիքա։ Չհասկացես ինչ սպասարկում, Լիա։ Կգնաս եմ պաթետիկ վետերոքներում սպասարկումից կբողոք։ Վերջապես։ Ինչ ես անում, Ստեփան։ Դու ինչ ես անում այստեղ։ Դու պետք է տանը լինեիր ու ինձ դիմավորեիր։ Որոշել եմ այստեղ դիմավորեմ։ Լան, հա։ Գնացինք։ Բայց մի րոպե, մեզ Ստյոպն էր ստեղ հրավիրել։ Ուրեմն Ստյոպին գտեք, ինքը Ստեփանն է, ես Ստյոպ չեմ ճանաչում։ Ջի։ Բայց շատ լավ ասեցի, գիտես շատ։ Մերսի։ Դու պետք է ինձ դիմավորեիր, հասկանում ես։ Հասկանում եմ։ Լան կներես, ես իրոք չէի ուզում։ Կոնկրետ ինչը։ Կոնկրետ ինչը չէիր ուզում։ Դու մի հատ մեծ ընկերության բաժնի պետ ես, իսկ ես դասախոս։ Մենք դուրս եկանք այդ փայբից ոնց որ ամենավերջին հարբեցողները։ Լորդ, Դու պատկերացնում ես, որ իմ ուսանողները կարող էին այնտեղ լինել։ Ու կարող էին մեզ տեսնել, կարող էին, չէ՞։ կարող եմ։ Շամոթա ինչ խայտառակություն։ Բայց չտեսան, չէ՞։ Կարանք ուղղակի լուր գնանք տուն։ Այնտեղ կխոսենք։ Գիտես, բայց տխրեցի, որ իմացա աղաղի չեմ։ Ո, այս Սիրինը խնդրում եմ հիմա այդ դրա համար չսկսես լացել։ Չէ։ Բայց մեկը ինչ որ մի օր լինելու է, չէ, Վիկ։ Կլինի, չէ։ Եթե ուզես։ Այդ պիտի քո որոշումը լինի։ Հա։ Հա, ես կուզեմ։ Հաստատ կուզեմ։ Բայց իմ սիրած տղամարդուց։ Հրաշալի պլաններ ունես։ Իսկ Վահեն։ Վահեն ինչ։ Չես խոսում իր մասին։ Երկու հավանական պատճառ կարա լինի։ Առաջինը կարևոր չի, անցնենք միանգամից երկրորդին։ Սիրահարված ես։ Դրա համար էլ չես ուզում խոսել, որ չհասկանաս, որ իրոք սիրահարված ես։ Ես չեմ կարա սիրահարված լինեմ ուրիշի փեսացուին, Վիկա։ Իհարկե կարող ես։ Հարցա թե դու ինչ կանես այդ ինֆորմացիայի հետ։ Կարող է Լանանա։ Բարև ձեզ։ Ում կողմից, հա։ Չգիտեմ, բայց տուփի վրա բացիկ կա։ Մերսի։ Այս ի՞նչը։ Գախնի երկրպագու։ Ինչ որ բան հուշում է, որ այնքան էլ գախնի չի։ Օ։ Նամակ։ Կհակնես մեր հաջորդ հանդիպմանը։ Վիկա։ Սրան նայեք, անճաշակ։
Վիկա, էսա անջաշակը, հələ նայի։ Դու կարծես հոգնած ես, չէ, ուզում էիր քննես։ Գնա պարկի։ Ծածկոցը պահարանից կվերցնես։ Այսօր էստեղ կքնես։ Հիմա բարդ ու ծածկոց կբերեմ։ Ես չգիտեի ինչ ան։ Մտածում եմ այնտեղ կլինես։ Ինչի՞ է քեզ թվում, որ ես ամեն օր այնտեղ եմ անցկացնում։ Քեզ ասել էի, որ կիմա երեխու գենդեր փարթիին եմ գնում։ Մոռացել եմ։ Լավ։ Հիմա չունի խոսել, վաղս թափ կլինես կխոսենք այդ մասին։ Այսօր հինգշաբթի է, չէ։ Չէ, այսօր շաբաթվա 8-րդ օրն է, անուն չունի։ Բարի լույս։ Բարի լույս։ Իդանի շուտ ես արթնացել։ Ես գլխացավիտ համար։ Լան ներեք ես։ Ես համալսարան եմ գնալու, հետո աղջիկներին եմ տեսնելու։ Լավ է, որ ուրբաթ է, երեկոյան չես գա, 2 օր ժամանակ կունենանք ես ամենի մասին մտածելու համար։ Հա, բայց ես ուզում եմ այսօր գայի տուն։ Ամեն դեպքում մամային կզգուշացնեմ, որ մնալու եմ այստեղ։ Չէ, պետք չի։ Մամադ սպասում է ուրբաթ օրերին, որ միասին անցկացնենք, կնեղանա։ Բայց ես չեմ ուզում, որ մենք երկու օր իրար նեղված չտեսնենք։ Էդ մեզ պետք է։ Հա, դու չես ուտում Շիրան։ Ես երբեք չեմ կերել։ Չես նկատել։ Իսկ Գարնանը մենք բոլորս ավելի հուզական ենք։ Դու ապրում ես առավոտից երեկո քո սովորական կյանքը։ Գնում ես աշխատանքի, հանդիպում ընկերների, մտահոգվում, ուրախանում։ Անում ես նույն բաներն, ինչ աշնանը կամ ամռանը։ Բայց հենց Գարնանն է, որ ամեն մի քայլիդ մեջ նոր իմաստ ես տեսնում։ Իսկ հետո կորցնում ենք այդ զգացողությունը։ Հետո դառնում է սովորական։ Իսկ գիտեք դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մենք սովորում ենք հրաշքին։ Այսօրվա դասը մի քիչ լիրիկական ստացվեց, շեղվեցինք թեմայից։ Բայց դա էլ է պետք։ Դասին 5 րոպե է մնացել, ազատ եք։ Ներկա բացակա չենք անում։ Դուք դրեք բացակաները։ Բարև Լանա։ Բարև։ Պատկերացնում ես իջա բուֆետ, նորից ծխում են։ 1000 անգամ կրկնեցի, որ արգել են այդ բուֆետում ծխել։ Խնդրում եմ, դու էլ կստորագրես բողոքի տակ, ես դեկանատում եմ թողնում։ Անպայման կստորագրեմ։ Երեք ինձ ես փնտրել։ Դուքով։ Փաստորեն, հա։ Բերեք ով էր։ Ճիշտն ասած ուզում էի օգնել, բայց ինձ թվաց կնեղլես։ Չես նստել։ Վաղուց։ Այնքան վաղուց, որ ինձ թվում է ինձ հետ չի եղել։ Ուրեմն պիտի հիշես, որ քո հետ ա եղել։ Բայց առանց սերը։
Բասում էր ոչ մի բան չկա։ Վերջապես հայտնվեցիր։ Ես Դու ընդհանրապես տեղյակ ես ինչա կատարվում։ աշխարհում, Հայաստանում, թե մեր օֆիսում։ Սիրկան երեկոյան 6 անգամ զանգելա քեզ։ Հա, այդ տեսել եմ։ Առավոտից զանգում եմ, չի պատասխանում։ Երևի քնած է։ Դե բլոգերները իրանց գլխին շեֆ չունեն, որ առավոտ 9-ից իրանց վերա գոռան։ Շատ սրամիտ ես։ Դրա համար ստիպված ինձ ա զանգել։ Հա, բայց ինչ ա եղել։ Հարսանիքը չեղարկում են։ Ասանք։ Ուր ասենք։ Իմ սիրելի տեղը։ Ոչ մի օրիգինալ բան։ Իսկ ինչն է օրիգինալ հարբած փաբում վզիցդ կախվելը։ Լավ, կանհերես։ Ես չպետք է գայի։ Ուզում եմ իմանաս, որ ես ոչինչ չի նշանակում։ Դեսի լավ էլի։ Ախր տես ինչ սիրուն է ամեն ինչ։ Ինչես դու էլի դասախոսդ միացնում։ Մի բանկա երկուսս էլ զգում ենք։ Ինչ կապ ունի տարիքը գործը։ Եթե դու շարունակես, ես կդիմեմ ռեկտորատ ու քեզ կհեռացնեմ։ Շատ լավ լուծում ա, գիտես։ Դու իմ դասախոսը չես լինի, ես քո ուսանողը։ Դու ուղղակի երեսառած երեխա ես։ Երևի միակ երեխեն ես, չէ՞ տանը։ Այն միակը, ում բոլորը երես են տվել։ Ու հիմա դու մտել ես մեծերի աշխարհ, որտեղ երիտասարդ աղջիկները սիրահարվում են այս ռոմանտիկ ու համարձակ կերպարից։ Որին ուզես քոնն է։ Ու քեզ համար տարօրինակ է, որ ինչ որ մեկը քեզ չի ուզում։ Չի ուզում։ Չէ։ Չի ուզում ու իմաստեղ, հա։ Չի ուզում, բայց նենց է նայում, որ Լավ, հերիքա։ Ռեֆերատդ կբերես։ Թե չէ քննությունդ չեմ նշանակելու։ Ռեֆերատ։ Լանա, ինչ ռեֆերատ։ Այդ պահի հետ կապված ավելի աբսուրդ բան մտքովդ չէր կարող անցնել։ Լսի, այդ հավին վաղուց սպանել են, տապակել ու մատուցել քեզ։ Պետք չի իրար ավելի դաժան վարվել։ Չգիտեմ ինչ անեմ։ Միշտ էլ գիտես ինչ անել, ուղղակի հարց է, դա քեզ պետքա թե չէ։ Լինի առանց փիլիսոփայության։ Լավ, ես ասում եմ, որ դու չես ուզում, որ այդ տղայի ուշադրությունը դադարի, դրա համար էլ ոչինչ չես անում։ Իսկ դա նշանակում է, որ պետքա լինի այն, ինչ պետքա լինի։ Չէ, փաստորեն չեն կարող առանց փիլիսոփայության այսօր։ Էրիկ Ստեփանը շատ էր խմել։ Հա, շատ։ Պատկերացնում ես, իմ ուսանողը տեսավ, թե ես ոնց եմ իրան հանում հարբած այդ բարից։ Այդ նույնը ոնց որ մազերդ անկապ կոսարած, չգիտեմ, տնային հագուստով դուրս գաս աղբը թափելու ու տեսնես նախկինից։ Քեզ ավելի շատ անհանգստացնում է, որ Ստեփանը հարբած էր, թե որ ուսանողդ տեսավ։ Ինձ անհանգստացնում է, որ ես հայտնվել եմ այդ երկուսի մեջտեղում։ Ոտքերս շատ են ցավում։ Հա դե ով չոլերից ոդկով 3 կիլոմետր քայլեր ու չցավեր։ Լսի, դու ինքդ նստել ես, հասել ես եսի մուր ու հիմա բողոքում ես, որ չափն անցել է։ Գիտեմ, որ չպետք է գնայի։ Չէ, դու ոչ մի բան էլ չգիտես, ոչ թե պետքա չգնայր, այլ պետքա չբողոքես։ Իսկ դու ինչ ես բողոքում։ Սերինեն ասեց, երեք նվեր ես ստացել ու շատ դժգոհ ես մնացել։ Դա բնականաբար ասել է։ Ով էր։ Մի օրվա սխալ։ Ուշա արդեն մի զանգի։ Իրանք չէին կարա հարսանիքը չեղարկեին։ Հա, խնդիրներ ունեին, բայց այն մասշտաբների չէին, որ հարսանիք չանեին։
Ոչ մի բացատրություն էլ չտվեց։ Իսկ դու պետք է իր կողք կլինեիր։ Քո ֆունկցիան հարցին հսկելն էր։ Մինչև հարսանիքի իր հետ էի ապրելու։ Լսի Սերինե, ես քեզ չպիտի բացատրեմ, որ գոյություն ունի նախահարսանեկան շոկ, ու դու իրան պիտի օգնեիր, որ ինքը այդ շոկից դուրս գար։ Իսկ դու չկաս։ Հեռախոսազանգերին չես պատասխանում։ Չկաս, գոյություն չունես։ Դու հասկանում ես, որ այս ընթացքում դու պիտի նաև իր անձնական հոգեբանը լինեիր։ Հայ, ես այդ գիտեմ ու ես ամեն ինչ արել եմ։ Ինձ թվում է, այստեղ ավելի գլոբալ խնդիր կա։ Դու ունես մի շանս, ընդամենը մի շանս ամեն ինչ շտկելու։ Ինչ ուզում ես արա, բայց այդ հարսանիքը մեր գործակալությունը պիտի անի։ Բարի երեկո։ I know she'll understand.